Բոլորիս Տերը օրհնի։ Փառք մեր Աստծուն, շնորհակալ ենք այսօրվա իր ներկայության մեջ մեզ հավաքելու համար։ Իհարկե թեմա պիտի խոսեմ, որ բազմաթիվ անգամներ խոսել ենք, բայց հետաքրքիր է, էլի, ասենք ամենաշատ խոսվող թեմաները մեղքի ապաշխարության հետ է, չէ՞ կապված։ Երևի որ թեմաները առանձնացնենք, կտենանք գերակշիռն, գերազանց գերակշռող մասը է դա։ Եվ թվում է, թե ասենք այսքան խոսքը պիտի իր լուրջ արդյունքը տար, լուրջ վտուղը տար։ Ամենակիչը գոնասա, որ մարդը ոնց որ կրթված ավետարանով լավ պիտի հասկանար, երբ որ ինքը մեղք է գործում, որն է իր քայլերը, որ ինքը պիտի կատարի եւ դա համարվի իրեն ապաշխարություն եւ ինքը, ասենք ասած, ներում ստանա բժշկություն ձեռք բերի մեղքի հարցում։ Բայց ցավոք սրտի, երբ որ արդեն գործնական փաստն է, ոնց որ փաստի հետ ենք առնչվում, ոչ թե տեսության, որտեղ տեսությունը, տեսական կողմը վստահ եմ, երևի 90-99%-ը, որ ասես ինչպես որն է ապաշխարության քայլերը, երբ որ մարդը մեղք գործի, ինչ քայլեր պիտի անի, այն 5 քայլերը սենց կթվարկեն էլ շատ ոնց որ ասած տեղը տեղին։ Բայց երբ որ գալիս է իրենց հարցը, երբ որ մեղք են գործում եւ սպասում ես, որ մարդը հենց այդպես պիտի անի, ոնց որ գիտի, տեսնում ես չի անում։ Կամ հպարտություն է անում, չի անում, կամ էլ ուղղակի դա իր համար տեսություն է մի հատ։ Այնքան որ քննության ժամանակ հարցնան պատասխանի։ Բայց ոչ թե ասենք ասած համոզված ճշմարտություն, որ ճանապարհ է իրան ցույց տալիս, դա մեծ հաջողություն է, գիտեք, մեղքից ազատվելը, եթե մարդը մեղքի ծանրությունը հասկանում է, նրա բերած չարիքի մեծությունը հասկանում է, դրանից ազատվելու ճանապարհը դա իր համար, ասենք ասած, հարստություն է, գանձ է, որ ինքը գիտի Աստծո դրած ճանապարհ, ոչ թե մարդը հնար, Աստծո դրած ճանապարհ, որով կարող է ինքը քայլեր անել եւ ազատվի մեղքից, մեղքի պատժից, մեղքի ամեն հետևանքներից։ Դա հարստություն է։ Այստեղ մեզ մարդը չունի այդ հարստությունը։ Կարծես թե իրենա չի է դա։ Բայց նույնիսկ եմ ասում, այն մարդուն որ հարցնես որն են այդ քայլերը, ինքը գիտի այդ քայլերը։ Բայց հասկանում եք ուրիշ բան է իմանալը, ուրիշ բան է ոնց որ ասած համոզված քո սեփականություն ունենալը։ Մենք տեսնում ենք Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ մարդը, մեղավոր մարդը հենց սկզբից էլ որ Աստված պահանջ է դնում իրեն մարդու հետ կապված, սա է, ապաշխարեցիք։ Տերը ասում էր, եթե չապաշխարեք, ամենքդ էլ կկորչիք։ Լուկաս 13-ում տես խոսք ունի Տերը ասած։ Կամ երբ որ հենց սկզբից ամենասկզբի խոսքը քարոզը տվեց Տերը, հիշում եք Մարկոս ավետարանում առաջի գլուխ 14-15 խոսքերում այսպես ասում. Եվ Հովհաննեսը մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարանը եւ ասում, թե ժամանակը կատարվել է եւ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Նորից sense տեսնում ենք, եկել է ժամանակը, որ ոնց որ ասած Աստված իր թագավորությունը այն մոտեցրել է եւ հնարավորություն է ստեղծել, որ ամեն մարդ կարողանա մտնի այդ թագավորության մեջ։ Եվ այդ մտնելու մուտքը քայլը մարդուց պահանջված սա էր, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Աստծո թագավորությունը մոտեցել է, եթե դու ապաշխարես հավատաս Աստծո վկայության ավետարանին, կմտնես այդ թագավորության մեջ, կհաստատվես այդ թագավորության մեջ, կդառնաս այդ թագավորության մաս, անդամ։ Այսպես է։ Մենք սա տեսնում ենք, որ սա, այո, մեր Տիրոջ թագավորության մեջ մտնելը կամ ուրիշ կերպ դա նաև հենց մեր փրկությունն է։ Խավարի իշխանությունից Աստված դրանով մեզ հանում է եւ հաստատում է իր որդու լուսո թագավորության մեջ։ Սա փրկությունն է։ Սա այսպես է լինում մեր փրկությունը եւ ասում ապաշխարությունով պիտի մտնենք այդ թագավորությունը։ Եվ հիշեցնեմ ուղղակի ապաշխարության 5 քայլերը մարդը առաջերտին գիտակցում է, Աստված բացում է իրեն եւ մարդը հասկանում է իր մեղավոր վիճակը, իր մեղավոր լինելը եւ հասկանում է, որ այդ մեղավորության պատճառով ինքը կորուստ է գնալու։ Եվ նաեւ Աստված ողորմություն անում, որ մարդը ոնց որ հույս ստանա, նաեւ ավետարանը ունի այս բանը, որ
հետ հենց սկզբի քայլի մեջ կա բարի լուրը։ Մեղավոր մարդուն, որ գիտակցեց, հասկացավ, որ կորուստ է գնալու, եթե այդպես մնա, բարի լուրը սա է, որ ցույց է տալիս ինչպես կարող է մարդը այդ չար ապագայից կորուստից ազատվել։ Այսինքն փրկչին է բացահայտում Քրիստոսին։ Երկրորդ քայլը սա է, չէ՞, մարդը խորը զղջում է ունենում։ Փոշմանում, զղջում, տրտմում, դատապարտում է իր ապրած կյանքը, իր չարությունները, մեղքերը Աստծո առաջին։ Երրորդը սա է, սրանք բոլորը ասած ասած ինքնաբուխ քայլեր են, որ մարդը իր ապրումները, իր զեղչը, իր այդպես փոշմանելը, ասենք իր դատապարտելը իր կյանքը արարքները մեղավոր խոսում է, բերում է Աստծո առաջին, խոստովանում է Աստծուն իր մեղքը, իր մեղավորությունը։ Եվ խնդրում է, որ Աստված իրեն ինչ անի ների։ Չորրորդ քայլը սա էր, որ որոշում եւ ընտրություն է, չէ՞, կատարում, դարձում դեպի Աստծո, թողի ամեն ինչ որ ինչպես որ ապրելա, այդ մեղքի կյանքը, մեղքի խորհուրդները, ծրագրերը, ինքնագլուխ եւ դառնա դեպի Քրիստոսը, ընդունի նրան որպես Տեր ու Փրկիչ, չէ՞, այս ընտրությունն ու որոշումը վճռական կայացնա, որ այլ առաջվա նման պիտի չապրի, այլ Հիսուսն է իր Տերը, Հիսուսն է իր Փրկիչը եւ իր ինչ որ Տիրոջ կամքն է, իր Հիսուսի կամքն է, այդպես պիտի ապրի, սա դարձա դեպի Աստված եւ 5-րդ քայլը սա է, որ ինքը վստահում, հավատում է, որ ինչ որ արեց, ինքը քայլերը դեպի Աստված, Աստված արձագանքեց, Տերը ընդունեց, Տերը ներեց իրեն, Տերը ասենք ազատեց իրան դատապարտությունից, ընդունեց եւ իր հետ է, որ շնորհք ու զորություն տա, որ այսուհետև ինչ որ ընտրել է, այսինքն Աստծուն հաճելի ապրելու, իր Տիրոջ կամքը կատարելու համար զորություն տա, որ դա այդպես ապրի։ Սա կարճ ես հիշեցրեցի ապաշխարության 5 քայլերը։ Բայց պիտի մի բան էլ ես ասեմ, իրականության մեջ, երբ որ մենք դառնում ենք Տիրոջը, մտնում ենք Քրիստոսի թագավորության մեջ, ընես չի, որ այլևս էլ մեղ չենք գործում, մենք գիտենք։ Սուրբ Գիրքն էլ է ասում, մեր կյանքն էլ է մեր առաջ չէ, էլի գործում ենք մեղք։ Իհարկե Հովհաննես առաքյալը հստակ ասում է, գրում եմ, որ դուք չմեղանչեք, բայց եթե այսինքն այնպես չլինի, որ էսի օգտագործեք, շահարկեք, էլի ոնց որ ասած չարաչար ձևով, դե որ հնարավորություն կա ներում ստանալու արխային մեղանչենք, չէ։ Բայց եթե մեղ գործենք, ասում է, բարեխոս ունեք Աստծո մոտ Հիսուս Քրիստոս արդարին։ Այսինքն այս հնարավորությունը նորից բաց է, այսինքն հասկանում ենք, որքան մեղանչենք, մեղ գործենք, այնքան պիտի ապաշխարենք։ Ամեն անգամ։ Բայց ընես չի, որ խիստ տարբերվում է, ասենց ասեմ, մեր այս արդեն Քրիստոսի թագավորության մեջ հաստատված մարդու ապաշխարության քայլերը խիստ տարբերվում են նոր թվարկած քայլերից։ Ինչու որտեղ շատ ժամանակ հենց այդ է, որ մենք այդ սպասումը ունենք, որ եթե մեկը մեղք է գործել, այո, կատարյալ ամբողջական ապաշխարությունն է, որ եթե ապաշխարությունը ամբողջական չի, բժշկություն ոչ ներում կլինի, ոչ էլ մեղքից բժշկում կլինի։ Եթե ես օրինակի համար թեկուս Տիրոջը եկած որպես մարդ, որևէ մի հարցում օրինակի համար սուտ խոսացի, օրինակ եմ ասում։ Միթե պիտի օրինակ ինձ առաջի քայլը մեղքի գիտակցումը պիտի չունենամ։ Եվ եմ գիտակցումը, որ իմ մեղքը ինձ կորուստ կտանի, անպայման պիտի ունենամ։ Եթե ես մտածում եմ արդեն, որ Քրիստոսինն եմ, ել իմ համար կորուստ չկա, թեկուզ մեղք գործեմ, սխալված եմ։ Եթե մեղք գործեմ եւ մնամ մեղքի մեջ, ես կորչելու եմ։ Ես այդ նույն գիտակցումը պիտի ունենամ, մեղքի գիտակցում։ Մեղք եմ գործել եւ կկորչեմ, եթե այդ Փրկիչը ինձ չօգնի։ Երկրորդ քայլը, եթե ես այդ սուտը խոսացել եմ օրինակի համար, ինչպես ասեցի, մեղքը մի կոնկրետ օրինակ եմ ասում։ Միթե ես պիտի իմ արածի համար խորը զղջում չապրեմ։ Անկամ կարելի ասել ավելի խորը պետք է ապրեմ, քան թե առաջ էր։ Թե առաջ չէի ճանաչում Աստծուն, Քրիստոսին, իր սերը չէի տեսել, իր բարությունը, հավատարմությունը, հիմա որ տեսել եմ ավելի պիտի ցավ ապրեմ, որ ես ինչ եմ անում։ Խիտ չարություն անում, իմ Աստծո առաջին, նրա դեմ, Քրիստոսը ենել նրա մեկի, որը իմ համար կյանք է դրել։ Ու ես սենց եմ պատասխանում։ Իսկ իմ զղջումը փոշմանել ավելի խորը պետք է լինի, ավելի մեծ գիտակցությամբ պետք է լինի, ավելի մեծ ցավ պետք է ապրեմ ես։
Երրորդը, պիտի խոստովանեմ, անպայման պիտի խոստովանեմ։ Իսկ սիրտդ կտրակի, եթե չխոստովանես։ Եթե չես խոստովանում, որ չես էլ հասկացել, չես էլ ապրում ունես։ Այո, խոստովանես քո մեղավորությունը, մեղքը, չարությունը արած հանցանքը, խնդրես Աստծուն, Տիրոջը, որ ների։ Չորրորդը, այդ հարցում ես պիտի դեպի Աստված դառնամ, Քրիստոս դառնամ։ Ես պիտի որոշում ընտրություն կայացնեմ ինձ համար, պիտի կայացնեմ, որ այսպես իմ Տիրոջ Հիսուսի կամքն եմ կատարում։ Ես չեմ ասում նոր պիտի ընդունեմ Քրիստոսին ինձ Տեր ու Փրկիչ։ Իմ Տերն է, իմ Փրկիչն է, բայց այդ հարցում ես իմ Տիրոջ կամքը անարգել եմ։ Ես շեղվել եմ նրա կամքից։ Կարելի ասել, արել եմ ոչ թե այնպիսի մի քայլ, որ բանը վկայություն է տալիս, որ Հիսուսն է իմ Տերը, արել եմ մի քայլ, որ կարելի ասել, ես իմ ցանկությունով եւ այլ, ինչ որ պատճառով է։ Ես պիտի դառնամ, որ ամեն ինչ բերեմ Տիրոջ ոտքերի տակ։ Այս հարցն էլ պիտի Քրիստոսի կամքի պես լինի։ Ոնց ասած, այս հարցում էլ նորոգում ես այս բանը, այս ընդունածը։ Հիսուսն է իմ Տերը, իր կամքը պիտի լինի։ Եվ նաեւ ինքն է իմ Փրկիչը, ինք իր խաչի գործով, այս իմ գործած մեղքը, այս բանը ստիս համար Հիսուսը տանջվեր, չարչարվեր, գին ավճարե։ Իմ Փրկիչը այս մեղքից էլ Հիսուսն է։ Այսինքն նույն բաները կատարվում է, չէ՞։ Եվ վերջապես վերջի քայլել պիտի անեմ հաստատ։ Այսինքն ես պիտի հավատամ, որ Տերը ինչ որ խոստովանեցի, ներեց եւ հավատամ, որ նաեւ ինչպես առաջի Հովանու 1:9-ում ասում, ինձ կների եւ ինձ կսրբի ամեն անիրավություն։ Իսկ այս բոլոր 5 քայլերն էլ մենք պիտի անենք, լավ իմանանք, երբ որ եկել ենք Հիսուսին ապաշխարել, թեկուզ կոնկրետ մի մեղք ես գործել այդ հարցում, պիտի նույն ձևի 5 քայլերն էլ արվում է։ Բայց մարդկանց մեջ տեսնում եք շատերի մոտ այդպես չի։ Նայում ես, օրինակ, թարմ օրինակ, մարդը եկել է մոտեցել է, ասում է ինչ որ հարցում, որ պատժվել եմ, խնդրում եմ ինձ հնարավորություն տվեք այդ պատժից արձակվեմ, հավաքույթներին մասնակցեմ։ Լավ, ասում եմ, ինչ հարցում ես մեղ գործել։ Սենց։ Ասում եմ, ինչ ես արել, որպեսզի այդ հարցում ուղղված լինես։ Ապաշխարել ես։ Հա, ասում եմ, ինչ ես արել։ Հարցնում եմ։ Ասում եմ, ես շատ փոշմանել եմ, որ տենց եմ արել։ Շատ զղջացել եմ, տրտմել եմ, որ վերջ ասում եմ, ուրիշ բան չես արել։ Նենց է որ սենց ասեմ, լավ տեղյակ ենք, որտեվ ոնց որ այդ հարցը քննվել է եւ նաեւ պատիժ ա եղել։ Մարդկանց հետ այդ հարցը կապված եղել։ Ոնց որ ասած, մենակ անես չի, որ ուղղակի ինքը իր մեջ կամ ինչ որ ձեւ։ Իսկ սենց է, հարցում եմ, ինչ ես արել։ Դե էտա շատ եմ փոշմանել։ Ասում չէ, տես չի։ Բաներ կա, որ չեմ էլ ուզում քեզ ասեմ, որպեսզի քո բերանը ոնց որ ասած քեզ ասենց բան չանեմ, էլի, ինձ կեղծավորության մղած չլեմ, բայց եթե դու անկեղծ ես, եթե անկեղծ եմ, ես այս մարդուն վնաս եմ տվել, այդ մարդուն սխալ բան եմ արել, խոսացել եւ այլը։ Եթե ես անկեղծ եմ, իրոք իմ արածը դատապարտում, պետք է թեմ այդ մարդկանց ասեմ ինձ կներեք, ոչ թե մենակ Աստված ջան, ինձների։ Եղբայրներ ջան, ինձներեք ես սխալ եմ։ Չէ։ Այդպես չի։ Շատ ժամանակ հատուցումը ապաշխարության պտուղ է։ Ճիշտ է, դու այդ հատուցումը չես տալիս մի հատ ներողությունով, բայց ամենայն դեպս Հիսուսն է դրա հատուցումը տվել, մենք գիտենք մեր արածի համար, բայց ամենայն դեպս մեր քայլը ցույց է տալիս, որ մենք իրոք գիտակցել ենք, հասկացել ենք մեր չարությունը եւ ուզում ենք ուղղվել, ուղղվում ենք։ Մարդը օրինակի համար ընդհանրենք տեսել եմ այդպես բան։ Ասենք մի զրկանք արե ոմանց, այդ ասենք գումարային առումով։ Այդ գումարը վերցրել է ինչ-որ մի բան է իր համար, կառույց է, առ է։ Հետո որ այդ հարցը բացահայտվում է, որ ինքը մեղք է գործել, ապացուցվում է, երևում է, հաստատվում է, ինքն էլ վիզա առնում, ապաշխարում եմ։ Ապաշխարելը գիտեք որ նա չէ որ կներեք ինձի, սխալ եմ եղել եւ այլ։ Ապաշխարելու երևացող կողմը էս է։ Բան ես արել, վնաս ես տվել, հատուցում անում ես։ Գիտես ոնց են մարդիկ մտածում։ Դու ես իմ ավտոս չեմ ծախի բերեմ տամ օրինակի համար։
Բայց այդ ավտոն առել ես այդ զրկանքը տալով, ուրիշի փողերով ես առել։ Բա ի՞նչ պետք է անես։ Լսուտ գիրքի հետ չի ասում, ասում է չորեք պատիկ, ի՞նչ պետք է հատուցում անես։ Հիշում եք բանի, երբ Տերը ասեց այս տանը այսօր փրկություն եղավ Զաքեոսի համար։ Երբ որ ինքը ասեց ում զրկանք եմ արել, չէ, դա ապացույց է, վկայություն է, որ այս մարդը իրոք գիտակցել է իր արած չարությունը։ Մաքսավորելնելով շատերին էր զրկե փողեր վերցրել։ Եվ ասեց ում որ զրկանք եմ արել, ինչ չորեք պատիկ պիտի հատուցում անեմ։ Այո, մեր շատ ժամանակ բաներ կա, որ մենք պիտի մեր քայլերով ցույց տանք, որ իրոք մենք ինչ որ խոսում ենք, ասում ենք, մեր ապրումները, մեր ասենք այդ զեղչը, խոստովանությունը հասկանալով գիտակցաբար իրոք ընտրություն է, ոչ թե ձևական է, անգիրարած է եւ այլն։ Հովհաննես Մկրտիչը ասեց արտ ապաշխարեք եւ ապաշխարության պատուղներ բերեք։ Պատուղը թող ցույց տա։ Եվ հեսա կամ այս վերջերս մեկ այդ ես ու Արսեն աղբերը խոսում ենք, ինչ որ հարցի հետ կապված, նորից ասում ենք, հանդիմանում ենք, հա, մեկը սկզբից ասում է, բա որ եկել են ասել են, բա իրանք էլ սենց բան են արել, մեկ էլ մեկ ուրիշ բան ասում, բա այս հարցի հետ կապված իմ համար աղոտ չարեցիք, ասում ենք դե մեղքի մեջ ես եղել, չենք արել, պիտի ուղվես այդ հարցը, հետո որ բանելավ, լավ, հա, այտենց է, Ուսյո, ասես նեղացած, մի հատ էլ մուննաթով, իրենք թվաց, իրան թվաց, թե ապաշխարից, ու դες գնաց։ Որ ասում ենք լավ, հա, տենց է, հա, լավ։ Ոնց որ վիզ առա, էդի ապաշխարել, էդի ապաշխարություն չի ժողովուրդ ջան։ Անգամ տեղեր կա, մարդիկ կային, գիտեք, Աստծո պատմությունները, չէ, Աքարի պատմությունը հիշում եք։ Ինքն էլ ասեց, հա, տենց էլ կա, ինչ որ ասվում է, տենց էլ եղել է։ Չէ, հիշում եք նզովվածից հափշտակել էր, տարեթ հագցրել էր, հետո բռնվեց, ապացուցվեց, ինքն էլ վիզ վերցրեց, ասեց, հա, տենց էլ կա։ Մինչև այդ հա հնարավորություն տրվեց, ասեց, ասեք, որ ինքը չասեց, մինչև որ եկան իր վրա կանգնեցին, ոնց որ ասեց։ Եվ դրանց հետո դա այդ խոստովանություն չէր ու ապաշխարություն չհամարվեց, ասում է, իրան էլ իր ընտանիքին էր, որ ծածկել էր, իրար հետ միաբանվել էր, անողը ինքն էր, ընտանիքն էլ միաբան էր, ծածկել էր, քարկոցելով սպանեցին, անգամ կարծեմ ասում այրեցին էլ, չէ, նորից ես ուզում եմ հիշեցնել, հին հավատացյալներ, ասենց ասած, անդամ դառած, եկեղեցի մտած, Քրիստոսի թագավորության մեջ հաստատված, եթե ապա մեղք եք գործում, նոր, ասենց ասած, մի հատ առավելություն ստացած դիրքի մեջ չեք կանգնել, որ արդեն առաջվա նման պտիկ դե այն ժամանակ նոր ենք եկել, թինգը քայլեր անում ենք, հիմա ուրիշ ձևա, չէ, նույնն է, լրիվ նույնն է, անգամ ավելի խորը, որտեղ դու ավելի ես ճանաչում հիմա, թե Աստծուն, թե գիտես մեղքի ինչ մեջ չարիքը։ Եվ ընդհանրապես, որ նայում ենք Տիրոջ խոսքը, ասենք մենք պետք է լավ գիտակցենք, հասկանանք իրոք մեր համար, եկեղեցու համար, մեր շրջապատի համար, մեղքը մեծ չարիք է։ Այն որ ասում մեղքի վարձքը մանն է, այդ ուժը չի կորցրել այդ նախադասությունը, այդ միտքը հավատացյալ դառնալուց հետո, էլի չէ բանա։ Հիշում եք հայտնության 2-րդ գլուխ 4-րդ խոսքում խոսում է Տերը եկեղեցու բանը, ոնց որ պատասխանատու հետ, ասում է լավ բաներ ունես, այս բաներն էլ լավ, բայց ասում է քո մոտ այս բանը ես տեսա։ Դու բանը ասում է, այս բանի մեջ ոնց որ ասած ուղիղ չես, ընկել ես։ Ասում է հիշիր որտեղից ընկար եւ ապաշխարի։ Եթե ոչ կգամ, կշարժեմ քո աշտանակը եւ քո լույսը կմարեմ։ Այսինքն մարդը անցել էր, առաջ էր անցել։ Այդ խնդիրը առաջացել էր, բայց ինքը առաջ էր անցել։ Կարծես թե ինքը ոչ թե կարծես թե դրա հետ կապված այդ մեղքի հարցը չէր լուծել, բայց Տերը հիշում էր ու իրան հիշեցնում ասում է հիշիր որտեղից ընկար։ Այդքան քո ամեն արածը որ ասում ես ունես այն ունես այն ունես ջուրն անգնելու զրոյա դառնալու եթե այդ հարցում չապաշխարես։ Մեր ամեն արածը ջուրը կընկնի եթե մեր կյանքում թողնենք մեղք մնա։ Ինչ արեց չես արել։
Ինչ կոչում ունես, ինչ աստիճան, ինչ գործեր, քանիսն են քո վկայությունով Աստծուն հավատացել կամ մնացած բաները կապ չունի, դու կկորչես, եթե մնա այդ հարցը։ Հիշիր, որտեղից ընկար եւ ապաշխարի, եթե ոչ, կգամ այսպես կանեմ։ Ստիրոջ խոսնա։ Մենք պիտի արագ լինենք այս հարցում, շատ հարցերում Աստծո Գիրքը ասում մեզ արագ եղեք։ Հենց մեղքի հետ կապված էր, որ նայում ես առաքյալը, ասենք հատկապես Պողոս առաքյալը, շատ իր նամակներում ասում է դրա դեմը շուտ առեք։ Մանավանդ որ եկեղեցու մեջ մի բան է մտնում, ասում է շուտ առեք դրա դեմը եւ նմանեցնում է, եթե հիշում եք, մեղքի ինչին, թթխմորի։ Տարբեր տեղերում, օրինակ Սուրբ Գրքի մի քանի, ասենց ասած, տեղեր կա, որ ասում է, չգիտեք, որ խմորը, չէ, մի ամբողջ զանգված բան, չգիտեք, որ ասում է, մի ամբողջ զանգված խմորի, չէ, թթխմորը այդ։ Եվ տեղեր կա, օրինակ առաջի Կորինթացիս 5-րդ գլուխը, որ կարդում եք, խոսում է մեղք, որ եկեղեցու մեջ եղել է, եւ եկեղեցին դրան չի արձագանքում։ Այսինքն դրա նկատմամբ վերաբերմունք չի ցույց տալիս, ինչ որ արժանա։ Հենց դրա հետ կապված չգիտեք, որ մի փոքր զանգված ամբողջ այդ մի փոքր խմոր ամբողջ զանգվածը կխմորի։ Այսինքն եթե դա մնա, շատ մեծ վնաս է տալու եկեղեցուն։ Այդպես է։ Եվ պատահական չի, օրինակ, կամ ուրիշ տեղեր կա, վարդապետության հարցում է ասում։ Անկամ Տերը ասես զգուշ կացեք, չէ, փարիսեցիների, սադուկեցիների խմորից։ Համանում խմոր, այսինքն դա անցնող է։ Սուտ վարդապետություն անելը, ընդունելը, դա մեղք է, մեծ չարություն է։ Եթե դրա դեմը չառնվեց, վնաս է տալու, չարիքը տարածվող է դառնում։ Տիմոթեոսի թղթում Պողոս առաքյալը 2 Տիմոթեոս 16-18-ում խոսում է ոմանց մասին, որ սուտ վարդապետություն են անում, ասում է սրանց բանը, այս ստությունը, այս սուտ վարդապետությունը նմանեցնում է ռակի, չէ, քաղցկեղի նման ճարակում ասում է, տարածվում է արագ։ Դրա համար իրականության մեջ ոչ մեկ ոնց որ ասած թող չմտածի, որ ասենք գուցե խիստ են վարվում կամ էս կողմ են կամ չէ, եկեղեցու առողջության համար է։ Մեր մարմնի մեջ բան կա, որի գիտենք, որ դա կարա տարածվի, գնում ենք արագ բժշկի, որ բժիշկը դրա դեմ առնի, որտեղ վտանգավոր է, եթե երկար մնաս կարող է մահել լինի։ Այդպես է։ Այո։ Չարիքա, մեծ չարիքա, այն է տարածվող չարիքա, այսպես կարելի ասել, եւ միջավայրի համար մեծ չարիքա։ Եվ դրա համար, երբ որ բանը կարդում ենք, օրինակ Տիրոջ խրատը, ինչպես վարվենք, երբ որ նորից ես հիշեցնեմ, Մատթեոս 18-րդ գլխից, երբ որ կտեսնենք մեր եղբայրը մեղանչած։ Եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչի, գնա նրան հանդիմանիր, երբ որ դու եւ նա մենակ լինեք։ Եթե քեզ լսե, քո եղբայրը շահեցիր։ Բայց եթե չլսե, վեր առ 1 կամ 2 ուրիշն էլ քեզ հետ, որտեվ 2 կամ 3 վկայի բերանով ամեն բան կհաստատվի։ Բայց եթե նրանց էլ չլսե, ապա ասիր եկեղեցուն, ապա թե եկեղեցուն էլ չլսե, թող լինի քեզ համար ինչպես հեթանոս եւ մաքսավոր։ Տեսեք, քայլեր, որ այսպես արա, որ դրա այդ մեղքի դեմը առնվի։ Իհարկե նպատակը էս է, մարդը եղբայրը չշավի, չկորչի։ Բայց ինչ ասում, 1, 2, 3, հայր սրա մասին շատ ենք խոսած, ես չեմ ուզում մանրամասնակ կանգնեմ։ Բայց եթե ասում է վերջի քայլով էլ, որ եկեղեցին պիտի նրան կան հանդիմանի, ասի իր մեղքը եւ ինքը չլսի եկեղեցուն, ինչ ասում, թող լինի քեզ համար հեթանոս ու մաքսավոր։ Կամ պիտի, ասենց ասած, մեղքը թողնվի, մեղքի հարցը լուծվի, կամ եթե մեղքը չի թողնում, մեղավորը պետք է թողնվի, ասենց ասած, մերժվի, հանվի։ Խա սենց Տերը խոսում, մարդը կարող ասել խիստ է, էլի, բայց խիստ չի, ուրեմն պետք է այսի։ Խոսի, թող մեղքի հարցը լուծվի, ասում է։ Առաջի քայլ, երկրորդ քայլ, երրորդ քայլ արա։ Եթե ոչ, ուրեմն այս ոնց ասած մեղավորը պետք է մերժվի։ Այս մարդը ընտրել է դա։ Պետք է չթողենք եկեղեցին վնաս քաշի, այս ժողովուրդը վնաս քաշի, որտեղ չարիք է դա։ Ոչ միայն իր համար, այլ միջավայրի համար, ամբողջ հարցը դա է։ Իր համար չի ուզում այս մարդը հոգս քաշի, չի ուզում ապաշխարի։ Ուրեմն միջավայրի մեջ պետք է չթողես, որ ինքը վնաս չքաշի, վնաս չտա։ Թող քո համար լինի ինչ, հեթանոս ու մաքսավոր։ Նույն առաջի Կորինթացիս 5-րդ գլուխը որ հիշեցրի, այնտեղ եթե ամբողջ գլուխը կարդակ, ժամանակի պատճառով ես հիշեցնեմ,
ասում է չարը ձեր միջից վեր առեք։ Բայց ինչ էր կատարվում, եթե մի եղբայր, որ 8 թվարկում է լինի, ասենք տարբեր բաներ է ասում, շնացող, այնտեղ հափշտակող, ագահ եւ այլ, ասում է ինչ արեք, ձեր միջից հանեք։ Ասում է մի թողեք, որ ձեր մեջ մնա, չարը ձեր միջից հանեք։ Այդպես է, չարիքը այո։ Մարդը ուզում է, եթե չի հրաժարվում իր մեղքից, ուրեմն ասում եկեղեցի պետք է իրանից հրաժարվի, ժողովուրդ ջան։ Այդ առումով աշխատանքից հետո ինքը չբանջանում եւ այս բանը էս է նշանակում, ասա խոսի, բայց եթե ոչ պետք է մերժվի։ Տեղ կա անգամ ոմանց համար ասում են նրանց բարև էլ մի տվեք, չէ, հիշում եք, ձեր տուն էլ մի ընդունեք, նրանց բարև տվողը մասնակից կլինի նրանց մեղքին, այսպեսի բան ասում։ Բացի դրանից հետաքրքիր է օրինակ, երբ որ Ադամը հենց թեկուզ առաջի բանը, որ նայում եք մարդը, երբ որ մեղք գործեց, այնպես չի, որ մեղքը մենակ իր վրա ազդեց, իրան վնաս տվեց, այդ շրջապատը, այսինքն ասենց ասած, այդ երկիրը, որ իշխանությամբ տրվել էր, որ իշխի Ադամը, իր իշխանության տակ գտնվող իր շրջապատի վրա ամբողջությամբ գիտեք ազդեց։ Այնպես չի, որ Աստված ստեղծել էր, որ այս գոյության կռիվը թեկուզ կենթանական աշխարհում բնության մեջ եւ լիներ, հոշոտեին, ուտեին եւ այլ, չէ։ Եթե տենց էր, Աստված չէր կարա ստեղծագործանը ավարտել, ասես, ահա ամեն բան ինչ է, բարի է, եթե հոշոտում ու ասենց ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր այդ սկզբունքով է գոյության կռիվ, չէ։ Բայց Ադամի մեղքը մտավ աշխարհի մեջ, նաեւ այդ ազդեցությունը թողեց։ Եվ ընդհանրապես մարդը պիտի հասկանա, հատկապես գիտեք, որ այն միջավայրում, որտեղ դու կաս, տունը, ընտանիքը, ասենք, հենց եկեղեցի է եւ այլն։ Եթե որևէ տեղ, ասենց ասած, մեղք կա, մի հարցում մեղք կա, դա բացասական չար ձևով նաև քո վրա է անդրադառնալու։ Եթե դրա դեմը շահագրգռված չլնես առնել։ Մարդիկ կան իրանց ընտանիքում, օրինակ հավատացյալներ են, խնդիրներ առաջանում, ընտանիքի անդամը ոչ էլ լսում է բան, բայց մի անգամ չեն գա օրինակի համար խնդրեն օգնեն կամ ասեն, որ սես բան կա, այս բան կարծես ասես ծածկում են, թող հայտնի չլինի, բայց հետո այդ այնքան ուռում կոպիտ ասած այնքան մեծանում, նես չարիքը հենց այդ մարդու համար դառնում, որ աղաղակում աղաղակի։ Տեսել ենք այդպես։ Անգամ եկեղեցու մեջ ենք տեսել։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի դեպք կատարվեց, մի ազնվորություն կար, չարություն էր անում, մենք ասենք մի խումբ կար, որ եկեղեցու մեջ գործում էր, այդ խմբից իրան հանեցինք։ Մի հոգի կար, իր հետ էր աշխատում, իրան պաշտպանեց, ասես դուք իրան լավ չեք ճանաչում, ինքը այդ սրտի տերը չի, սենց չի, նես չի եւ այլն։ Գովեց, կարծես թե մեզ էլ ասեց չճանաչելով դուք այս բանը արեցիք։ Հիշում եմ Լազ ախպերն ասեց լհիշի։ Գալու է ժամանակ, դու աղաղակելու ես դրա անիրավության ձեռը, գալու ես խնդրես, որ աղոթք անենք, որ դու իր անիրավությունից իր ոնց որ ձեռից ազատվես։ Անցավ մի ինչ որ ժամանակ հետո իրոք իրար հետ էին աշխատում, այնց օրներ դրա իր գլխին, եկավ խնդրեց եղբայրներ չեմ կարող բել։ Անձի օգնեք մինազախոր ասեց հիշեցի, հիշում ես որ քեզ ասեցին։ Այո, մեղքը չարիք է ժողովուրդ ջան։ Ես լավություն չեմ անում էդի ծածկելով, երբ որ տեսնում եմ որևէ մեկինը, եկեղեցու մեջ, իմ ընտանիքիս մեջ, դրա դեմը պետք է շուտ առնվի։ Էդի ֆռալիա բումերանգի նման ինձ է խփելու։ Հնարավոր չի մեղքի ազդեցությունը, ոնց որ ասած Ադամը մեղանչեց, բայց շատ շրջապատի իր հետ առնչվող բաները այդ մեղքից ազդվեցին, այդ չարիքը նրանց կպավ, վնասեց, բնություն, կենթանական աշխարհ, Ադամի սերունդ մարդկություն։ Դրա համար ոչ թե պետք է, ասենց ասած, սուտ գաղտնապահություն ու ես չգիտեմ, ինչ որ սեր ցույց տանք, որ սխալ է, սուտ է, որ ծածկում է մեղքը։ Չարիք բերող, կորուստ բերող բանի դեմը պետք է առնվի։ Համել մարդու համար, համել քո համար։ Որտեղ վաղը այդ քեզ էլ առնչվելու, քեզ էլ կապվելու։ Կամ վարակվելու ես, ոնց որ ասեց, չէ, թթխմոր, կամ էլ այդ չարիք այնքան մեծանալու, որ դու աղաղակելու ես, դու այդ մեղքի մեղավորի ձեռը կրակն ես ընկնելու։ Տերը օրհնի մեզ, աղոթք անենք։